Տիկին Անահիտը Լոռու մարզի Աքուրի գյուղի 7-րդ փողոցի բնակիչ է, երկար տարիներ նրա տանը մշտապես ջրի ճնշման խնդիր է եղել, սակայն Վեոլիա ջուր ընկերության Լալավերդի շահագործման տեղամասի կողմից փողոցի ջրագծերը վերակառուցելուց հետո այլ պատկեր ունեն։ Տիկին Անահիտը բացում է տան ծորակն ու ժպիտով ցույց տալիս, ջուրն արդեն հոսում է բարձր ճնշմամբ։ Նախկինում քիչ բարակ էր, իսկ մի շատ նորմալ գալիս է։ 24 ժամ ջուր ունենք լրիվ։ Նորմալ ճնշումով ջուրը կա պաստայաննի։ Շնորհակալ ենք։ Մենք այն ժամանակ կալոնկեն անգամ չէր միանում, իսկ մի ազատ միանում է։ Ընկերությունը սեփական ուժերով Աքուրիում վերակառուցել է 1700 գծամետր ջրագիծ, ապահովելով մոտ 58 բաժանորդի ավելի հուսալի ջրամատակարարմամբ։ Մինչև այդ այստեղ պարբերաբար վթարներ էին գրանցվում։ 1970-ականներին կառուցված եւ տարիների ընթացքում մաշված ու քայքայված խողովակները այլևս չէին ապահովում կայուն աշխատանք, ջրի կորուստներն էլ մեծ էին։ Ոչ մի խորություն, ոչ մի բան չի պաշտպանվել։ Հենց նենց բանուկ ավտոճանապարհի վրայով տեղ կա 20 սանտիմետր խոր, տեղ կա ընդհանրապես խորություն չունի, հենց գետնի մակերեսով է գալի։ Տարբեր տրանսպորտային միջոցներ, տրակտորներ, որով գնացել են, եկել են, այդ թրթուրները անընդհատ վնասել են, բացի վնասելը ֆիզիկապես արդեն ջրագիծն էլ քայքայված վիճակում էր։ Անընդհատ վթարները կային։ Խնդիրը հրատապ լուծում էր պահանջում եւ Վեոլիա ջուրը որոշեց սեփական ուժերով ամբողջությամբ վերակառուցել ջրագիծը։ Ճիշտ է, թաղամասը ջրամատակարարում ուներ 24 ժամ, բայց 24 ժամ էլ այդ վթարներից կորուստերելու մինչև մենք վերացնում ենք այդ վթարները։ Մեկը չվերացված մյուսները վթարում, մեկը չվերացված այդ մյուսները վթարում։ Հիմա ներկա պահին պողպատ է խողովակներով, խորությամբ, մոտավորապես 1 մետր խորությամբ ջրագիծը հասել է մինչև մեր կանգնած վայրը։ Մոտավորապես 700 մետր ջրագիծ ենք անցկացրել։ Արդյունքում ջրամատակարարումը կդառնա կանոնավոր, վթարների հավանականությունը զգալիորեն կնվազի, կկրճատվեն ջրի կորուստները, իսկ շահագործումն ավելի արդյունավետ ու կառավարելի կլինի։ Մեր խնդիրները, ինչպես գիտեք, բոլոր համայնքներում հիմնական խնդիրները մեր ջրագծերի վատ վիճակն է, որոնք վաղուց ասենք վաղուց են շահագործվել, արդեն իրենք մաշվել են, արդեն քայքայված վիճակը։ Հիմնական փոխում ենք դա եւ երկրորդ հիմնական պատճառը, որ ջրագծերը անցնում են սեփականատիրական տարածքները, որտեղ հնարավոր չէ շահագործումը, բարդ է, չի լինում շահագործել, ծախսերն են շատանում, ստիպված շրջանցում են տեղական ուժերով, որը ծախսատար է, պլյուս դրան մենք ունենք նաեւ կոմերցիոն եւ տեղական կորուստներ, որոնք այդ հարցը մի քանի հարց միանգամից լուծում ենք։ Առաջիկա գոնե մի 5 տարում հաստատ ստեղ շահագործման աշխատանքներ չենք ունենա։ Նոր խողովակաշարա, որակյալ խողովակներ են։ Իրացման ծառայությունը հեշտ կաշխատի, ջրաչափերը բոլորը ինչպես նկարահանեցիք, տեղափոխվում են սահմանազատման կետ։ Արդեն հսկի չէ, բնակչի հետ առնչվելու խնդիր չի ունենա։ Միանգամից կգա իր ջրաչափը կնկարի կգնա։ Եվ այս ամենը Վեոլիա ջուր ընկերության իրականացրած լայնածավալ ծրագրերի արդյունքն են։ Ամռան ամիսներին Աքուրիում ջրի սպառումը հասնում էր վայրկյանում 70-ից 80 լիտր, սակայն կատարված աշխատանքներից հետո ակնկալվում է այն նվազեցնել մինչև վայրկյանում 10-ից 12 լիտր, պահպանելով իհարկե բնակավայրի շուրջօրյա ջրամատակարարումը։ Տեղի բնակիչներն էլ չեն թաքցնում իրենց գոհունակությունը, ջուրն այսօր հասանելի է 24 ժամ բարձր ճնշմամբ։ Որ շնորհակալ ենք շատ։ Մարդկային վերաբերմունքից, քաղաքավարի վերաբերմունքից, ժամանակ չկորցնելուց, մեր ժամանակը տնայելով մեր աշխատանքը կատարել են։ Շատ շնորհակալ ենք պարոն Կոլոլյանից եւ իր ամբողջ աշխատակազմից։ Բոլորը շատ աշխատողները շատ բարի համբույր, շատ լավ են աշխատել, շատ շնորհակալ ենք բոլորից։ Վեոլիա ջուր ընկերության Լալավերդի տեղամասը սպասարկում է տարածաշրջանի 5 քաղաք եւ 26 գյուղ։ Լեռնային բարդ ռելիեֆը, տասնամյակների պատմություն ունեցող ենթակառուցվածքներն ու մշտական շահագործումը պահանջում են ամենօրյա ինժեներական լուծումներ ու շարունակական ներդրումներ։ Եվ գրեթե բոլոր բնակավայրերում իրականացված վերակառուցումների եւ տեղամասի մասնագետների ամենօրյա աշխատանքի շնորհիվ բնակավայրերն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։